Այսօր բիզնես հայկական արմատներով խորագրի շրջանակներում զրուցելու ենք Optimum ընկերությունների խմբի և Արեգի ապրանքանիշի համահիմնադիր Արմեն Ղարիբյանի հետ։ Ողջույն Արմեն։ Ողջույն։ Բոլորս ծանոթ ենք Արեգիին և շատ սիրում ենք այդ բրենդը, սակայն քչերը գիտեն, որ ընկերության ետևում կանգնած է Հայաստանի խոշորագույն այլընտրանքային էներգետիկ ընկերությունը։ Եկեք խոսենք և պատմենք ամենասկզբից, ինչպես է հիմնվել Optimum ընկերությունների խումբը և ինչպես եկաք Արեգիի հիմնադրմանը։ Շնորհակալություն հարցի համար։ Optimum ընկերությունների խումբը սկսել է Optimum Energy-ից, երբ 10 տարի առաջ, անգամ իսկ 11 տարի առաջ, ժամանակի հրամայական էր դարձել էներգախնայողությունը և այլընտրանքային էներգետիկան, և այդ ժամանակ չկային մասնագետներ, չկային ընկերություններ, չկային այդ հարցով զբաղվողներ, ընկերներով, կարելի ասել մասնագետների խմբով հիմնադրեցինք ընկերությունը և սկսեցինք ծառայությունների մատուցումից։ Որ թվականին։ 13 թվականին, ապրիլ ամսին։ Շատ լավ։ Սկսեցինք ծառայությունների մատուցումից, այնուհետև տեսանք, որ անհրաժեշտություն է առաջանում մեր տված խորհուրդը և ծառայությունը իրականություն դարձնել, այսինքն սարքել ինչ-որ բան, խնայել էներգիա շենքերում առայժմ դա, և սկսեցինք նաև զբաղվել շինարարությամբ և իրականացմամբ նմանատիպ աշխատանքների։ Այնուհետև, երբ արդեն կառավարությունը որդեգրեց քաղաքականություն վերականգնող էներգետիկան, մասնավորապես արևային էներգիայի զարգացման հետ կապված, մենք սկսեցինք արդեն որոշակի քայլեր ձեռնարկել, հողակտորներ ձեռք բերել և արևային կայաններ կառուցել։ Մենք կառուցում ենք արևային կայաններ, վաճառում ենք էլեկտրաէներգիան Հայաստանի էլեկտրական ցանցերին, նաև կառուցում ենք արևային կայաններ այլ անձանց համար։ Միևնույն ժամանակ Optimum Energy-ին զուգահեռ արդեն սկսեցին զարգանալ այդ արևային կայանների արտադրության գործը, բիզնեսը, և ընթացքում մենք արդեն քանի որ ունեինք էժան էլեկտրաէներգիայի աղբյուր, որը արևային կայանն էր, սկսեցինք մտածել, թե այլ ինչ գործեր կամ բիզնեսներ կարելի է հիմնել, որոնք էներգատար են և հիմնված են էժան էլեկտրաէներգիայի վրա, հա։ Մտածեցինք, որ չրերի կամ սնեքերի արտադրությունը լավագույնն է աղանդերների։ Սկսեցինք ուղղակի հայկական ավանդական չրերից, արտադրությունից, առաջի տարին, մոտ 4 տարի առաջ սկսեցինք Արեգին, առաջի տարին արտադրեցինք մոտ 10 տոննա, հետո արդեն կրկնապատկելով, եռապատկելով, քառապատկելով ծավալները, այսօր հասել ենք նրան, որ կարելի ասել առող սննդի արտադրության առաջատարն ենք Հայաստանում, և չրերի արտադրությունը վերափոխվեցին արդեն սնեքերի արտադրության, ինչու, որովհետև չրերի մրցակցային չի շատ միջազգային շուկայում չրերի, հայկական չրերի գինը, չնայած որակով լավագույնն է, ոչ մի խոսք չկա որակի հետ կապված, բայց որպեսզի մրցակցային լինենք, մենք որոշեցինք մեր չրերը, մեր ավանդույթները ներկայացնենք միջազգային հանրությանը, համաշխարհային սպառողներին ավելի նորարարական մոտեցումներով։ Այժմ մենք ունենք մոտ 150 տեսակ ապրանք, որոնցից ընդամենը 13-ն է չրեր։ Չրերը մենք հիմա օգտագործում ենք ավելի շատ որպես հումք այլ հետաքրքիր նորարարական ապրանքներ ստեղծելու համար, որոնք շատ լավ են ընդունվում միջազգային հանրության կողմից։ Եվ քանի որ հենց արևի էներգետիկայի հետ էր կապված չրերի արտադրությունը, որոշեցիք անունը դնել Արեգի։ Արեգի անունը պայմանավորված է մի քանի փաստերով, ինչու Արեգի, որովհետև բոլոր հայկական հայտնի բրենդերը սկսվում են ար նախածանցով, այ Արադ, անգամ իսկ Արմենիա, Արենի, բոլոր հայտնի բառերը կարելի ասել, պատմականորեն դարեր ի վեր, հազարամյակներ ի վեր եկել են արով, արը դա ստեղծիչ նախածանցն է, արևը նաև ունի 3 անուն, արփի, արեգ և արև, և դրանք էլ են արով, արեգ նաև իմ տղայի անունն է, դրանով էլ ենք խրախուսվել, որպեսզի արեգ դնենք, արեգի կստացվի, այսինքն արևի ստեղծված, չէ որ արևից շատ կախում ունենք, հողը, ջուրը, այս վերքը, բարիքը, ամեն ինչը արևի շնորհիվ է նաև ինչ-որ տեղ, այդ ձև քաղցր լինում։ Դրա համար արևի պրոդուկտ, արևի ապրանքատեսակներ, արևից ստեղծված ապրանքներ կլինի, և նաև
Արեգի անունը արդեն ուսումնասիրել ենք միջազգայինորեն, բոլոր լեզուներով շատ գեղեցիկ հնչում է, չեն աղավաղում եւ հստակ հնչեղություն ունի։ Արեգի տեսականին անծայրածիր է, ինչպես դուք նշեցիք, 150-ից ավել ապրանքատեսակ ունեք, կարծես թե չորացրել եք բոլոր հնարավոր մրգերն ու բանջարեղենները, անգամ Հայաստանում չաճող մանգոն եւ կոկոսը։ Ձեր բիզնեսում առաջարկն է ապահովում պահանջարկը, թե հաճախորդներն են դրդում ձեզ նորամուծություններին։ Մեր բիզնեսում նորամուծությունները շատ կարևոր դերակատարություն եւ կարելի ասել բիզնեսի հիմքն է, ինչու որովհետեւ տրադիցիոն ապրանքները, ապրանքատեսակները շատ մեծ մրցակցություն ունեն միջազգային շուկայում եւ դրանցով այլևս հայտնի դառնալ եւ երես ներկայացնել երկրի այլևս անհնար է կարելի ասել, որովհետեւ հստակ ձևավորված շուկա գոյություն ունի եւ կան հստակ լիդերներ, որոնք շատ մեծ ծավալների են արտադրում։ Մեր նպատակը եւս շատ մեծ ծավալների դուրս գալն է եւ մեր երկիրը պատվով ներկայացնելն է։ Այդ պատճառով մենք ձգտում ենք գնում ենք դեպի նորամուծություններ։ Նորամուծությունները անում ենք այն ուղղությամբ, որտեղ Հայաստանը ունի հստակ որոշակի առավելություններ։ Այսինքն որտեղ կարող ենք քանակ ապահովել կոնկրետ արտադրանքների։ Օրինակ, ինչ նորամուծություններ ունենք, այստեղ ինչ որ տեսնում եք, բոլորը բանջարեղեններ են, բանջարեղենային չիփսեր ու սնեքեր են։ Օրինակ լոլիկը կա, բադրջանը կա, դդումը կա, բազուկը եւ այլն։ Այստեղ մենք կարող ենք անverջ մեզ կարելի ասել ամբողջ աշխարհի անգամ իսկ բանջար կարող ենք բավարարել, քանի որ խնդիր չկա բանջարեղեն արտադրելու եւ ֆերմերների հետ կարողանում ենք նախապես պայմանագրերով այդ հարցը կարգավորել։ Ինչը չի ասի մրգերի համար, որովհետեւ մրգերի խիստ խնդիր կա հումքային բազայի եւ այգիները պետք է տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անգամներ շատանան, որպեսզի մենք կարողանանք շատ մեծ մատակարարների հետ խոսել կամ տանք մեծ ցանցեր։ Իսկ օրինակ այս մեր ապրանքատեսակները մենք տալիս ենք այս պայդրությամբ Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերին եւ կարող ենք իրենց միշտ ապահովել այս որոշակի լավ մեծ քանակություններով իրենց ցանկության համեմատ, հա, բավարարել այդ պահանջարկը։ Միջազգային շուկայում մենք հիմա դիրքավորվում ենք որպես առողջ սնեքերի արտադրող։ Առողջ սնեքերը ամենաարագ սննդի մեջ ամենաարագ աճող ուղղություններից մեկն է աշխարհում։ Տարին 15-ից 20% այդ շուկան ավելանում է, մեծանում է, որովհետև COVID-ից հետո առողջ սննդի պահանջարկը շատ է մեծացել։ Մեր ապրանքատեսակները բոլորը, քանի որ բնական հումքից են, չեն պարունակում որևէ շաքար անգամից չկա եւ կոնսերվանտներ մինիմալ է կամ չկա որոշ շատ ապրանքների համար։ Այդ պատճառով միջազգային հաճախորդները շատ են հավանում, սիրում եւ շատ արագ են կարողանում մեր ապրանքները մտնել ցանցեր, որտեղ իրանք բնական են, առանց շաքար են, առանց հավելումների են, ուղղակի չորացված կամ համենված հետաքրքիր կերպով, մատուցմամբ ու հետաքրքիր մարքեթինգով ապրանքներ են։ Այո, եւ ամենակարևորը համեղ են։ Մենք որպես հայ գործարարների ասոցիացիա խրախուսում եւ իհարկե ողջունում ենք հայ արտադրողների գրագետ արտահանումը եւ եկեք խոսենք հենց ձեր արտահանման ռազմավարության մասին եւ արդյոք ձեր ապրանքատեսակը մրցունակ է միջազգային շուկայում, օրինակ, եթե համեմատենք ուզբեկական կամ ռուսական բրենդերի հետ։ Դե մենք արտահանման ռազմավարությունը հետևյալ կերպ է ձևավորվել, բնականon կերպով կարելի ասել ձևավորվել է առաջին իսկ օրերից արտահանել ենք ԱՊՀ երկրներ արտադրության, ամենախոշոր ծավալը ԱՊՀ երկրներում բնականաբար զբաղեցնում է Ռուսաստանը, հիմա արդեն ունենք բավական լավ վաճառք եւ Ուզբեկստանում եւ Ղազախստանում։ Նույնիսկ Ուզբեկստանում։ Վերջի տարվա մեջ նաեւ մի հետաքրքիր բացահայտում ունեցանք, որ Ուզբեկստանում շատ սիրում են մեր ճիրը եւ նաեւ Ղազախստանում իրենց պրեմիում սուպերմարկետների ցանցերում վաճառվում է արագի եւ կարելի ասել մեկ խանութը պատվիրում է այլ մեր մնացած մեզ հայտնի բոլոր խանութների տասնապատիկը, այսինքն տասնապատիկ ավելի շատ հետաքրքրություն կա մեր ճրի նկատմամբ եւ չիփսերի։ Ինչն է տարբերվող։ Հա, իրենք
ինչու է այդքան շատ վաճառում իրենց մոտ, որովհետև իրենք արդեն իսկ ունեն ձևավորված չրի կամ սնեքերի, առող սնեքերի կուլտուրա, հա, սպառման կուլտուրա կա եւ ինչ որ բան որ տեսնում են որ ավելի լավ է, միանշանակ ձգտում են դրան։ Օրինակ դա այդպես չէ Հայաստանում։ Հայաստանում սպառողը ավելի շատ սովոր է տեսնել մայրիկի, տատիկի, հորաքրոջ, յուղի չիրն է սպառում եւ չի վստահում արտադրողներին։ Ճիշտ եք, ասում են երևի շաքարը շատ է։ Իմ մամայինը լավն է կամ չգիտեմ ինչ պայմաններում են սարքել եւ այլն, բայց այդ փաստը ոնց որ ասած այդ պնդումը տեղի չունի այլ երկրների համար հիմնականում։ Այդ պատճառով Հայաստանում ներքին չրի կամ սնեքերի սպառումը սուպերմարկետներից կոնկրետ ցանցերից շատ քիչ է համեմատաբար այլ երկրների։ Իսկ ինչ մնում է գնին, այո, մեր ապրանք ավելի թանկ արժի, նույն Ուզբեկիստանում, որտեղ որ ավելի շատ են առնում, բայց էքսպորտի մեջ այդ պատճառով, որ այն ապրանքներն ենք մեծածավալ վաճառում, որտեղ կա նորարարություն եւ նորարարությունը ինչի է բերում։ Նորարարությունը բերում է հաճախորդի համար գրավիչ լինելուն, նոր լինելուն եւ էժան լինելուն միևնույն ժամանակ։ Էժան լինելն էլ կարողանում ենք ապահովել մեր մրցակցային առավելության շնորհիվ, որը որ հենց արևային էներգետիկան է, այսինքն չրի կամ մեր սնեքերի արտադրության մեծ բաղադրիչը, հիմնական մեծ բաղադրիչներից մեկը դա էլեկտրաէներգիայի ծախսերն են, որ մեր մոտ գրեթե 0 են, եւ Արեգին ինքը ընդհանրապես համարվում է այս պահին զրոյական ածխածնի երկօքսիդի հետ ունեցող ընկերություն, այսինքն մենք արտանետումներ չունենք մթնոլորտ, այո, կարելի ասել էկո է, եւ դա եւս շատ գրավում է եվրոպացիներին ու ամերիկացիներին այս հանգամանքը։ Իսկ եթե բրենդինգի մասին մի փոքր խոսենք, դրսում արդյոք տեսել եք նմանատիպ փաթեթավորմամբ կամ ինչ որ այսպես փայտային լուծումներով ներկայացման ոչ, թե այնտեղ ուրիշ ձև է ներկայացվում չրատեսը։ Մենք 2-3 սեգմենտ ունենք վաճառքի, մեկը առաջինը mass market ասվածն է, հա, լայն սպառումը, որը որ մենք գնում ենք փոքրիկ փաթեթներով, անգլերեն տերմին կա snack and go, այսինքն արագ սպառման, ասենք 50-100 գրամ, որ արագ վերցնեն ուտեն, քանի որ աշխարհն է գնում հիմա այդ ուղղությամբ։ Երկրորդ շուկան դա նվերային շուկան է, որ այս շուկան է։ Երբ որ մենք էքսպոների ենք մասնակցում տարբեր միջազգային, մենք շատ մարքեթինգ չենք անում, ուղղակի դնում ենք մեր ապրանքը ու բոլորը գալիս են տեսքի վրա ապրանքի, այլևս մեծ պաստառներ կամ շատ մեծ ստենդեր հարկավոր չեն, որովհետև ապրանքի տեսքը, գույները արդեն իսկ գրավում են։ Նույն օրինակ այս պայծառ գույները մենք կարողացել ենք ստանալ առանց հավելումների, ուրիշների մոտ տպավորություն ասոցիացիա կա, որ լավ գույնը դա հավելում է, գունային հավելումներ, իսկ մեր մոտ չկան հավելումներ։ Իսկ երբ որ հաճախորդը գալիս է տեսնում է, որ շատ գեղեցիկ է եւ տեսնում է, որ հավելումները չկա, միանշանակ իր ընտրությունը կանգնում է այդ ապրանքի վրա, նաման որ նորություն է, այլ արդեն կարելի ասել գինել չեն հարցնում մարդիկ, ինչա տալիս ու վճարում են, բայց միևնույն ժամանակ մեր գինն էլ կրկին ասեմ, որ շատ մրցակցային է, աշխատում ենք այնպես անել, որ սուպերմարկետներում վաճառքի գինը չգերազանցի, ասենք, եթե եվրոպական կամ ամերիկյան երկրներն $2, Հայաստանում էլ մինչև 1000 դրամ ապրանք, այսինքն այդ բանն էլ կա վերցրած, նպատակը կա վերցրած, քանի որ մինչև 1000 դրամանոց ապրանքներն են, որ շատ մեծ ծավալների վաճառք կարող են ունենալ։ Պատմեցիք միջազգային շուկայում ձեր ներկայության մասին, հետաքրքիր է նաև լսել ինչպես եք անցել այդ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման գործընթացը, ինչ սերտիֆիկացում եք ստացել, կարծում եմ մեզ լսող գործարարներին դա շատ հետաքրքիր կլինի։ Քանի որ Արեգի ստեղծման օրվանից մենք հետապնդել ենք արտահանման ռազմավարությունը, որ պետք է արտահանումը գերակշռի, քանի որ մեծ շուկաներ գրավելու համար պետք է արտահանում, մենք առաջին իսկ օրվանից գնացել ենք սերտիֆիկացման կամ հաստագրման ուղղությամբ, առաջին իսկ օրվանից կարելի ասել ձեռք ենք բերել ISO 2 ստանդարտների սերտիֆիկացումը, որը որակի 9001 սերտիֆիկատն է եւ 22000-ը, որը որ սննդի անվտանգության սերտիֆիկատ է,
առնվազն ես ջրարտադրողներից չեմ ճանաչում, որ ունենան այդ սերտիֆիկատը կամ բայց շատերը ունեն իհարկե Հայաստանում, բայց դա օգնում է, որպեսզի ցանկացած երկիր եւ Ամերիկա եւ եվրոպական երկրներ եւ այլ երկրներ մուտք գործեն, ապա երկրներ իհարկե առանց այդ նշված սերտիֆիկատներին հնարավոր EAC սերտիֆիկատով հնարավոր է մտնել, բայց 22000-ը շատ է օգնում, որովհետեւ որոշակի վստահություն է ձեռք բերում գնորդը հասկանում է, որ դու առնվազն սննդի անվտանգության բոլոր կանոնները պահում են։ Կան իհարկե սերտիֆիկատներ օրգանական սննդի հետ կապված եւ եվրոպական խոշոր սուպերմարկետները որոշակի սերտիֆիկատներ ունեն, որոնք այս բանին չունենք, բայց կարելի ասել ամեն տարի մի նոր սերտիֆիկատ մենք վերցնում ենք։ Դա շատ ծախսատար process է եւ ժամանակատար ավելի շատ քան ծախսատար, այդ պատճառով բոլորը չեն կարող ֆիզիկապես միանգամից ունենալ։ Բայց մեր ռազմավարությունը ունենալ բոլոր հնարավոր եւ անհնարին սերտիֆիկատները, քանի որ մեր նպատակն է աշխարհի բոլոր երկրներում ներկա գտնվել։ Իսկ այս պահին քանի երկրում եք ներկա։ Մոտ 12 երկրում այս պահին ներկա ենք։ Շատ լավ։ 4 տարեկան ենք դեռ։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Այո։ Բացի այն, որ Արեգին կարելի է գնել հայկական սուպերմարկետների ցանցերից, դուք ներկայացված եք նաև կղզյակներում, որոնք տեղադրված են տարբեր մոլերում, եւ վերջերս նաև բացել եք ձեր առանձին խանութ սրահը բրենդային։ Ինչի հետ էր կապված այդ որոշումը եւ իհարկե շատ հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը, թե հայ գնորդը չի սիրող որտեղից է ավելի շատ նախընտրում կատարել իր գնումը։ Մենք կղզյակները եւ բրենդային խանութը բացեցինք, որպեսզի տեսնելով, որ ունենք բրենդի սիրահարներ նախ, այսինքն սուպերմարկետներից ձեռք բերումը դեռ չի բավարարում, հետո սուպերմարկետներում չկա այն ֆորմատը, որ կբավարարի գնորդին, այսինքն չկան նվերային ֆորմատներ, չկան քո ճաշակով սեթեր հավաքելու այդ ֆորմատը, հա։ Իսկ կիլոյով գնման հնարավորություն կա, բայց կիլոգրամը սովորաբար սուպերմարկետներում այդ որակյալ ապրանքը սովորաբար չեն ներկայացնում, քիչ ավելի ուրիշ ֆորմատներով են ներկայացնում։ Սուպերմարկետներից հիմնականում ճիր գնում են էժան լինելու պատճառով։ Գնում են, որպեսզի էժան ճիր առնեն։ Իսկ մեր ճիրը կարելի ասել ամենաէժանը չի։ Մեզ երբեմն մեղադրում են, որ մենք ամենաէժանը չենք, բայց լավն ենք։ Բայց դա իր պատճառներն ունի, մենք բացատրում ենք մեր բոլոր բրենդի սիրահարներին եւ ոչ սիրահարներին, որ մենք արտաճանաչ մեր հարկերն ենք վճարում, մեր սանիտարական հիգիենիկ պայմաններն ենք ապահովում, հա, վարձեր ենք վճարում, բավական շատ աշտավարձներ ենք վճարում։ Այս ամենը մենք համբերատար միշտ բացատրում ենք ու մեր հաճախորդները ժամանակի ընթացքում բոլորն էլ հասկանում են։ Իսկ այդ կղզյակները եւ կղզյակներում եւ բրենդային խանութում կարելի ասել 50%-ն է հայկական գնորդը առնում, մյուս 50-ը տուրիստներն են, եւ մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ, որ այլ ազգիներին ներկայացնում ենք հայկական սննդի, առողջ սննդի մշակույթը, անգամ այստեղ գործարանին մոտ ունենք թանգարան, սննդի պահպանման թանգարան ենք բացել, եւ սա եւս եղել է պահանջ մեր հաճախորդների կողմից, կարելի ասել։ Սկզբից արտադրությունը բացելուց հետո պահանջեցին, որ պետք է փորձելու տեղ, այնուհետև պահանջեցին ցուցադրման տեղ, ցուցադրման տեղը դարձավ թանգարան, թանգարանը բերեց туриզմի աճին, туриզմի աճը բերեց նրան, որ պետք է արդեն այդ կղզյակները ձևավորենք։ Ինչքան հաճախ են այցելում թանգարանը։ Թանգարանը կարելի ասել տարեկան 2-3 հազար տուրիստ այլ օտարերկրյա տուրիստներ են այցելում եւ սովորում են մեր մշակույթի մասին, կարելի ասել ոնց են հիմա գինու տուրեր անում, այո, կամ գնում կոնյակի տարբեր գործարաններ, գալիս են որպեսզի ամենախոշոր տուր օպերատորները հետ աշխատում են։ Այդ է ուզում հարցնել։ Իրենք են բերում հիմնական տուրիստներին, մենք չենք, այսինքն իրենց նախաձեռնությամբ այս ամեն ինչը եւ Հայաստանի համը խորագրով է այդ ծախվում, ասենց ասած, իրենց այդ բաները, տուրերը, հա։ Այսինքն գալիս են այստեղ հայկական մրգերի համը ճաշակելու տեսնեն։ Նայելով Արեգի ապրանքատեսակին վստահությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ արված է մեծ սիրով։
Ինչ թիմ է կանգնած այս ապրանքատեսակի ետևում եւ եկեք խոսենք ստեղծման մասին։ Շատ հետաքրքիր հարց է, քանի որ այդ հարցը տրվում է շատերի կողմից, կարելի ասել գրեթե բոլորի կողմից, ովքեր գալիս են, ովքեր են ձեր տեխնոլոգները, ուզում ենք տեսնել այն մարդկանց, ովքեր ստեղծել են այս համերը կամ ապրանքատեսակները, բոլորը նայելով արտադրությանը մտածում են մենք երևի թե շատ պրոֆեսիոնալ, շատ փորձառու տեխնոլոգներ ենք վարձել, բերել կամ դրսից կամ այստեղից, բայց պետք է հիասթափեցնեմ, ասեմ, որ այդպես չէ, ուրեմն մենք ինչպես սկսեցինք, իմ ռազմավարությունն է կոնկրետ եղել, մենք երբ որ եկանք այս համայնք, Արագածոտնի համայնք, սկզբից հրավիրեցինք բոլոր համայնքի ակտիվ տնտեսուհիներին եւ տնտեսներին եւ իմ ռազմավարությունը հենց սկզբից եղել է տան տնտեսուհիներին, ովքեր որ հնարավոր է կուզեն աշխատեն մեր հետ, սկսեն աշխատեն։ Շատերը եկան, սկսեցին աշխատել եւ իրենք ստեղծեցին այս ապրանքները։ Սա որևէ բարձր կրթություն ստացած մարդու կամ մարդկանց ստեղծած ապրանքներ չի, սա մեր գյուղի, մեր համայնքի տնտեսուհիների ստեղծած ապրանքներն են։ Այ հենց դրա համար է Կրիտերիան իրենց ընտրության, այո, եղել է, որ ով լավագույն ճաշն է եփում գյուղում, նա պետք է լինի մեր արտադրության ղեկավարը կամ ղեկավարները։ Ունենք 5-6 բաժիններ արտադրության եւ ղեկավարները հենց տնտեսուհիներ են, ովքեր շատ լավ ճաշ են եփում տանը։ Այսինքն արտադրությունում հենց տեղացի կանայք են աշխատում։ Իսկ միայն կանայք, թե տղամարդիկ կան, բայց սննդի հետ Հայաստանում ընդունված է եւ կուլտուրան այդպեսին է, որ կինը պետք է աշխատի, որպեսզի համեղ լինի սնունդը, արտադրությունը առնվազն։ Եվ հենց դասավորվածությունը ամեն ճիրը ոնց է իրար կողք դրված, երևում է, որ կնոջ ձեռք է կպել այս ամենը։ Այո, կանայք երևի թե 80 կամ 90%-ն են մեր ընկերության, տղամարդիկ կան երևի ավելի շատ admin հատվածում եւ բամորական ուժ։ Այլ իսկ ֆոկուս գրուպաներ եք հավաքում, որոնք համտեսում են եւ իրենց կարծիքն են ասում, թե հենց աշխատակիցներն են ասում, որ սա այս համեմունքով ավելի հարմար է, սա ոչ։ Այդ ֆոկուս գրուպաները իհարկե բազմաթիվ ֆիլտրներ են անցնում ապրանքները միջև հասնել փաթավորման։ Մենք որ ասում ենք 150 տեսակ ունենք վաճառքի, բայց 3-400 ունենք, որոնք դեռ վաճառքի չեն եւ անընդհատ գոնե 10-ից 20 ապրանքներ ունենք փորձարկման մեջ։ Սկզբից բնականաբար մեր ներքին ասած որակի կամ համի կրիտերիաներն են անցնում, այնուհետև ներկայացնում ենք մեր կղզակներում, եթե դա էլ է անցնում, նոր մաս մարքետ է գնում արդեն սուպերմարկետներ։ Միայն այդ դեպքում է հասնում սուպերմարկետներ։ Եվ 100-ից կարելի ասել 80 ստեղծված ապրանքները 80%-ով հասնում են mass market, այդքան լավ են մեր տնտեսուհիները մշակում, մեր այսօրվա տեխնոլոգիաները ու ղեկավարները մշակում են ապրանքները։ Մեզ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր երկրներից, տարբեր արտադրություններից աուդիտ անելու նպատակով, որպեսզի մեծաքանակ վաճառք ապահովենք ու էլի իրենց առաջի հարցներն են լինում, ովքեր են տեխնոլոգները, շփվենք, տեսնենք, հարցնենք եւ իրանք են զարմանում, որ կարա գյուղում միջև այդ ուղակի տնտեսուհի եղած եւ աշխատանքային քիչ փորձ ունեցող կինը այսպիսի հրաշք ապրանքներ ստեղծի։ Մենք հավատացել ենք դրան եւ մեր տարբերությունն է եղել այլ արտադրողներից, որ մենք մի բան ենք հավատացել, որ իրենք չեն հավատացել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Դա էլ ձեր մրցակցային հարաբերությունն է։ Իսկ փորձից ելնելով, այսպես երկար տարիների, ո՞րն է ամենաշատ վաճառվող ապրանքատեսակը հենց։ Մեր մոտ դինամիկ է, չունենք տենց ապրանք, որ ասենք։ Կամ գոնե մրգերից ո՞րն է ամենաշատ վաճառվողը եւ բանջարեղենից առանձին։ Մրգերից ամենաշատ սիրվողը իրականում տանձն է, բայց ամենաշատ վաճառվողը չի, որովհետև գինն է բարձր։ Հիմա կարելի ասել սեխն է ընկել առաջ եւ էկզոտիկներն են շատ առաջ ընկել։ Միջալոց էկզոտիկ մրգերը մենք ներկրում ենք Կոստա Ռիկայից հիմնականում եւ մշակում ենք այստեղ եւ ծախում ենք բազմաթիվ երկրներ եւ մեր գինը եւ որակը մրցակցային է այդուհանդերձ։ Չնայած որ լոգիստիկ այդքան մեծ ծախսեր կան, հա, ընթացքում։ Իսկ բանջարեղեններից այս պայդրությամբ կարելի ասել բազուկը եւ լոլիկը ամենաշատն են վաճառվում։
եւ միքսեր ունենք, որ դրանք են շատ վաճառվում։ Ունենք նաեւ խուրման, որ էլի բեսթսելերներից է կարելի ասել, լավ վաճառվողներից է։ Բայց ունենք նաեւ հիմա այլ ապրանքատեսականի արդեն ջրերից պատրաստում ենք սոուսներ, պյուրեներ, դրանք արդեն նոր են մտնում շուկա եւ վստահ ենք, որ իրենք է պետք է լավագույն վաճառողներից լինեն։ Հիմա այդ process-ը կտեսնենք արտադրամասում։ Արմեն, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, եկեք նաև խոսենք Արեգի տեսլականի մասին, երկարաժամկետ ավելի նայելով։ Երկարաժամկետ մենք իրականում մի քանի տեսլական ունենք, մեկը չի բավարարել, որպեսզի շատ տենց կարճ հակիրճ գրենք, որպես Հայաստանում ստեղծված արտադրություն եւ ելնելով հայրենասիրական, հիմունքներից, նպատակներից մենք ունենք տեսլական դառնալ առողջ սննդի Հայաստանում արտադրվող եւ առողջ սննդի համաշխարհային առաջատար։ Ու վստահ ենք, որ հենց հիմա այդ ուղու վրա ենք, ու վստահ ենք, որ այդ ճանապարհին հասնելուն կամ տեսլականին հասնելուն մնացել է ընդհանրապես մի քանի տարի, նայելով մեր աճին, զարգացմանը, տեմպերին եւ այլն։ Մյուս տեսլականը կարելի ասել ավելի համամարտկային է, որը որ նպատակ ունի մարդկանց համար անել լավագույնը իրենց առողջության մոլորակի պահպանության համար ունենալ դրական էֆեկտ։ Դա կլինի բնական սնունդ արտադրելով կամ քիչ էներգիա օգտագործելով կամ եթե էներգիա օգտագործելով ապա վերականգնվող աղբյուրներից, այսինքն մեր երկու տեսլականների հիմունքում էլ ընկած են կայուն զարգացման հիմքերը, մենք պետք է զարգանանք կայուն ու պետք է վստահ հասնենք մեր իմ նշած երկու տեսլականներին։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, մաղթում ենք ձեր ընկերությանը միմիայն հաջողություն եւ ինչպես դուք նշեցիք, հասնեք ձեր բոլոր նպատակներին եւ առաջատար լինեք այդ բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ։